Քարոզարշավի առաջին օրը մեկնարկեց, նախ ինչ տրամադրությունով ու ինչ սպասելիքներով եք մասնակցում քարոզարշավին։ Պարոն Թատրոնն արդեն ասեց, տրամադրությունները բարձր են եւ մարտական բարիս քաղաքական իմաստով, որտեղ քաղաքական պայքարի ըստեյության պաշտոնական մեկնարկել եւ մենք այսօր Խոշավանքում մեկնարկը հայտարարեցինք քարոզարշավի եւ դրա վերաբերյալ գործընկերները իրենց կենտրոնի խոսքում ասացին, թե ինչու է մշտական Խոշավանք, ինչու է ստարտային կետը մենք հիմա գտնվում ենք Իջևանի պարտի պուրակում, այսօր նաև օրվա խորհուրդը նաև կապնի մեր տնացություն այսօր եթրապայի օրն է, մենք ծաղիկների խոնարհման արարողություն արեցինք մեր Արցախյան պատերազմի զոհվածների հիշատակին եւ ընդհանրապես այսօրվա խորհուրդը ոչ մենակ դա է, այլ նաև ապագային միտված, որովհետեւ պետք է վերաիմաստավորենք ոչ մենակ հիշատակը, այլ պետք է վերաիմաստավորենք այդ հիշատակը վառ պահելու ապագայի մեր անելիքները, ինչ ունենք անելիք։ Իսկ անելիքները դրանք կապված են առաջ երկրին արտաքին անվտանգության խնդիրներին, որոնց հետ մենք ունենք շատ լուրջ անելիքներ եւ ունենք շատ լուրջ առաջարկներ, որոնք այսօր ձևակերպել եւ ներկայացնում ենք։ Հետեւաբար, եթե ձեր հարցը ամբողջականացնեմ, մարտական ենք տրամադրված բարիս քաղաքական իմաստով եւ ապագայի հետ կապված հստակ անելիքներով նաեւ մեր ժողովրդի հետ զրուցելու այդպիսի պատրաստակամությամբ։ Մարդկանց գոնություն այդ անվտանգային խնդիրների վերաբերյալ չեն թույլատրել, չեն կարողացել այսպես կոչված թվացial խաղաղության կամ կարտաժամկետ խաղաղության ծուղակով մարդկանց մոլորեցնել։ Գիտեք, մեր ժողովուրդը ավելի իմաստուն է, քան ենթադրում են այսօրվա իշխանությունները եւ մեզ ճիշտ ասած նաև մարզերում այցելությունների ժամանակ մեզ թվում էր, որ արտաքին անվտանգության հետ կապված սահմանամերձ սահմանապահ գյուղերի եւ բնակավայրերի մեր հայրենակիցները շատ ավելի ընդգծված ու զգայուն կլինեն իրենց դիրքորոշումներում, բայց տեսեք, որ որտեղ որ գնում ենք, այո, սոցիալական հարցերը դրանք երկրորդ շրջանակով են մատուցվում եւ այդպիսի հարցադրումներ մեզ արվում, առաջինը միայն տեսեք, արժանապատվություն, արտաքին անվտանգություն եւ արդարություն։ Այս սրանք են, որ սրա պակասը այսօր ունի մեր ժողովուրդը։ Եվ սրա մասին են վկայում այն, որ մենք այո տեսնում ենք փոփոխություն, իրական փոփոխություն բերելու նախադրյալները մենք այսօր տեսնում ենք, որովհետեւ ժողովուրդը թմբիրի մեջ չէ։ Ժողովուրդը լավ զգոն եւ ավելի պատրաստակամ է եւ իր մասնակցությամբ ապացուցելու է, որ ինքը փոփոխություն է ուզում։ Հետևաբար ոչ, չեն կարողացել ժողովրդին քննեցնել եւ ժողովուրդը թմբիրում չի գտնվում հիմա։ Շատ ակտիվ հետևում է բոլոր քաղաքական ուժերին եւ կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է շատ պրակտիկ ու պրագմատիկ եւ ապագային միտված ծրագրեր ներկայացնեն, որպեսզի լինեն փոփոխություն բերողների դրոշակակիրների շարք։